Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ավելի վաղ հիշեցնենք, ադրբեջանական ԶԼՄ-ներն էին տարածել տեղեկություն, որ Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի եւ կմասնակցեն մրցանակաբաշխությանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի պաշտոնական դիմավորման արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հնդկաստանի եւ Հայաստանի պետական օրհներգերը։ Գեներալ Չաուհանին Հայաստան է ժամանել փետրվարի 1-ին պաշտոնական այցով։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն, մոտ 15900 տոննա հացահատիկ։ Ադրբեջանի խորհրդարանի падգամավորներից մեկը հայտարարել է, թե մինչև հունիս, այսինքն մինչև Հայաստանում հերթական ընտրություններ, կարող են ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն դա տեղի կունենա այն դեպքում, եթե Հայաստանը պարտավորվի, որ իր նոր սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի։ Ադրբեջանցին նաև նշել է, որ ըստ ադրբեջանական օրենսդրության հայ-ադրբեջանական հակամարտությունը հայրենական պատերազմ է ճանաչված, ուստի խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար ըստ սահմանադրության անհրաժեշտ է Միլի Մեջլիսի համաձայնությունը։ Բաքուն խմբագրում է Նախիջևանի պատմությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները սահմանադրությունից հեռացրել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները։ Գործող սահմանադրության նախաբանում նշված է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով։ Փոփոխվող տարբերակում նշվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս է, իսկ սահմանադրության հիմքը կազմում է 1991 թվականի օգոստոսի 30-ի Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին սկզբունքները, ինչպես նաև 95 թվականի հոկտեմբերի 12-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը։ Մեդիա դաշտում եւ սոցիալական ցանցերում տարածվող այն լուրերը, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ եւ հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը ընտրական գործընթացներին ընդառաջ, ասված է գրառման մեջ։ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 սրբազանի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսին նախքան կարգալույց հռչակելը թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցի ապահովման միջոցի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց են կիրառել բացակայելու արգելքը, ինչը ըստ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության նպատակ ունի խաթարել Ավստրիայում սպասվող եպիսկոպոսած ժողով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ։ Վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը։ Հավելեմ, որ նշված 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Ամանորից հետո փոխարժեքի կուրսը դրամի նկատմամբ անընդհատ տատանվում է հաճախակի դեպի ներքև։ Հանգստյան օրերին $1 վաճառվում էր 379-ից 380 դրամով։ Եվրոն եւ ռուսականը հակառակը ավելի են ամրապնդում իրենց դիրքերը։ Դոլարի կուրսի նվազումը ըստ տնտեսագետների հայաստանյան շուկայում ամերիկյան փողի ավելի մեծ առաջարկով է պայմանավորված։ Արտարժույթի հոսքերն ու առաջարկը ֆինանսական շուկա այնքան մեծ են, որ բերել են փոխարժեքի նվազման։ Դրան զուգահեռ երկրի գլխավոր դրամատունը շուկայի
կողմից փոխարժեք է գնում, ինչը նաև առևտրային բանկերի առաջարկը զսպելու եւ անհավասարակշիռ իրավիճակը հարթելու նպատակ ունի։ Փոխարժեքի տատանումը դեպի ներքև կարող է ռիսկային լինել, հիմնականում արտահանողներ տնտեսվարողների համար։ Ես նայենք բանկերի գործառույթները, տեսնում ենք հիմնականում, որ բանկերը ավելի շատ ռուբլի են գնում եւ դոլար վաճառում են եւ արդյունքում նաեւ իրենց դիրքերն է երկարում եւ այս պայմաններում բնականաբար դոլարի փոխարժեքը պիտի նվազի։ Այստեղ նաեւ արտահանողները խնդիր ունեն, որ չեն կարողանում կառավարել իրենց արտադրության ռիսկերը, որտեղ կան ֆինանսական շուկայում տարբեր գործիքներ, որոնցով իրենք կարողանային իրենց ռիսկերը կոնե ինչ-որ չափով կառավարելի դարձնել, արտահանողներն էլ ժամանակ ունեն որոշակյորեն կարգավորել Միասնական սոցիալական ծառայությունը աջակցում է գործատուներին աշխատուժի որոնման եւ թափուր աշխատատեղերի համալրման հարցում։ Ծառայությունը տրամադրում է տեղեկություն զբաղվածության ծրագրերի մասին, հավաքագրում եւ տարածում է թափուր աշխատատեղեր, կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ եւ ընտրում է գործատուների պահանջներին համապատասխան թեկնածուներ։ Գործատուները կարող են գրանցել թափուր աշխատատեղերը Work.am հարթակում կամ դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, բոլոր ծառայությունները անվճար են։ Եթե 2024-ին ստուգված դպրոցների 6%-ում են խախտումներ հայտնաբերվել, ապա 2025-ին դրանք հասել են 37%-ի։ 2025-ին կրթության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների թիվն էականորեն աճել է, ինչը կառույցի ղեկավարը կապում է վերահսկողական գործիքների լավարկման հետ։ Նախադպրոցական կրթական հաստատություններում 2024-ին խախտումները 48% են կազմել, 2025-ին 72%, մասնագիտական կրթության ոլորտում 2024-ին 3%, 25-ին 42% խախտումներ։ Տեսչությունը 2025-ին 3500 աշակերտի մնացորդային գիտելիքների ստուգում է իրականացրել։ Մասնավորապես ստուգվել են հայոց լեզվի եւ մաթեմատիկայի նախորդ տարվա գիտելիքները։ Արդյունքում 10 միավորանոց սանդղակով հայոց լեզու առարկայից աշակերտները միջինը ստացել են 4.3 միավոր, իսկ մաթեմատիկայից 4 միավոր։ Ամենամեծ արձանագրումն այն է, որ 4 միավորը դրական է, ճիշտ է, բավարարի նվազագույն շեմն է։ Խնդիրները շատ են բնականաբար այս ուղղությամբ, մասնավորապես դրանք կապված են ոչ միայն, ինչպես նշեցի, ուսուցչի աշխատանքային գործառույթների պատշաճ կատարման հետ եւ շատ դեպքերում գրադարանավարի աշխատանքի ոչ պատշաճ կատարումը, ուսուցչի օգնականի հոգեբանի եւ այլն հանգեցնում է նրան, որ ուսումնառության արդյունքները ցածր են։ ԳԹԿ-ն մարտի 1-ին կկազմակերպի անգլերեն առարկայի նոր քննություն։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ հունվարի 31-ին անցկացված անգլերենի քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը, անկախ իրենց թեստի տարբերակից։ Կպահպանվի բարձր միավորը։ Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն, չմասնակցելով նոր քննությանը։ Հունիսի 1-ից հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի։ Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո հունիսի 1-ից հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կողվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 2 պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները օգտագործելով քաղաքացուց կաշառք են պահանջել ապօրինի շինարարական աշխատանքների նկատմամբ անգործություն ցուցաբերելու համար։ Կաշառքի գումարը եղել է 200,000 դրամից մինչև մի քանի միլիոն դրամի չափով տուգանք չկիրառելու պայմանով։ Նախաքննությունն ավարտվել է, մեղադրանքները ներկայացվել, 1 անձ կալանավորվել է, նյութերը ուղարկվել են դատարան։ Նիդերլանդներից Հայաստան ժամանած քաղաքացիներից մեկի կողմից 845 գրամ կոկային թմրամիջոցի ապօրինի ներմուծումը կանխվել է պետական եկամուտների կողմից։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում անձը հայտնաբերվել է Երևանում։ Ռենտգենյան սկանավորմամբ հայտնաբերվել է կասկածելի պարունակությամբ օտար մարմին, որովայնի շրջանում եւ տեղափոխվել է Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ թմրամիջոցը հետազոտվել եւ առգրավվել է։ Թրամփը շաբաթօրվա ընթրիքի ժամանակ կատակով հայտարարել է երկրին Կանադայի, Գրենլանդիայի ու Վենեսուելայի միանալու մասին։ Մենք չենք պատրաստվում ներխուժել Գրենլանդիա, մենք պատրաստվում ենք գնել այն։ Ես երբեք մտադրություն չեմ ունեցել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը, Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը, Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը, մեջբերել է Թրամփը։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ամերիկայի կողմից Իրանի դեմ ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության։ Այս խոսքերը հնչել են այն ֆոնին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել ավիակիրը, իսկ Իրանը սկսել է ռազմածովային զորավարժությունների նախապատրաստություն Օրմուզի նեղուցում։ Ամերիկացիները պետք է իմանան, եթե նրանք սկսեն պատերազմ, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ Թրամփն անընդհատ ասում է, որ նա նավեր է բերել։ Իրանական ժողովուրդը չի վախենա նման բաներից։ Էրդողանի եւ Նեթանյահուի միջև կոշտ հռետորաբանությունը հիմնականում դեկլարատիվ է եւ չի արտացոլում նրանց իրական մտադրությունները, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։ Նրա խոսքով կողմերից ոչ մեկը չի ձգտում տարածքային ընդլայնման կամ պատմական սահմանների վերականգնմանը, իսկ նման խոսքերը քաղաքական բնույթ ունեն եւ ժամանակի ընթացքում կվերանան։ Նեթանյահուի եւ Էրդողանի հռետորաբանությունն ուղղակի խլացուցիչ է, դրանք ընդամենը դատարկ խոսքեր են։ Առաջնորդներից ոչ մեկը չի ձգտում ընդլայնել իր երկրի պատմական սահմանները։ ԱՄՆ-ն կարծում է, որ Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով։ Ստամբուլի եւ Անկարայի մասին հոգալը բավական է, դա արդեն բավական բարդ է։ Նման հռետորաբանությունն ավելի շատ քաղաքական եւ դեկլարատիվ բնույթ է կրում եւ ժամանակի ընթացքում կվերանա։ Ես կարծում եմ, որ դա հռետորաբանությունից եւ քաղաքականությունից դուրս է։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից Դնեպրոպետրովսկի մարզում տասնյակ մարդիկ են վիրավորվել, 1 մարդ զոհվել է։ ԱԹՍ-ների հարվածից վնասվել է նաև Զապորոժիայի քաղաքի ծննդատունը, 6 մարդ վիրավորվել է։ Պավլոգրադի մարզում էլ ռուսական անօդաչու թռչող սարքի ավտոբուսին հասցրած հարվածից 15 մարդ է մահացել։ Մահացածները հերթափոխից վերադարձող հանքափորներն են եղել։ Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտություն հրահրելու մեջ, ինչպես որ շահագրգռված չէր հատուկ ռազմական գործողություն սկսելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իհարկե մենք շահագրգռված չենք գլոբալ հակամարտությունով։ Մենք խելագար չենք։ Մենք սա 100 անգամ ասել ենք, ում է պետք գլոբալ հակամարտությունը։ Մենք բազմիցս զգուշացրել ենք Արևմուտքին, ՆԱՏՕ-ի երկրներին, որ պետք է համաձայնության գանք, խնդրելով ձեզ հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության շահերը, սահմանել ՆԱՏՕ-ի ապագա առաջխաղացման սահմանները եւ զերծմանալ Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներգրավելուց, քանի որ մենք արդեն տարածքային վեճ ունեինք Ուկրաինայի հետ Ղրիմի շուրջ։ Ոչ մի խոսք։ Ոչ, մենք կանենք այն, ինչ ուզում ենք եւ ով ուզում է միանալ կարող է դա անել։ Դե ինչ, այսքանը։ Սա այժմ լուրջ համաշխարհային խնդիր է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Եվրամիության անդամակցությունը դիտարկելով անվտանգության երաշխիքների կարևոր բաղադրիչ հայտարարել է, որ դրան Ուկրաինան տեխնիկապես պատրաստ կլինի միանալ 2027-ին Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Հիշեցնենք, Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի դիմումը ներկայացվել է 2022 թվականի փետրվարի 28-ին։ Տեխնատուի կարգավիճակը շնորհվել է 4 ամիս անց, հունիսի 23-ին, նշելով, որ Ուկրաինայի կառավարությունը հանձնառու է իր կողմից խոստացված անհրաժեշտ բարեփոխումներին։ Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք 2027 թվականին։ Մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինան կիրականացնի անդամակցության համար անհրաժեշտ հիմնական քայլերը։ Ես կցանկանայի, որ Ուկրաինան ստանա հստակ ժամանակացույց։ Մարոկոյի հյուսիս-արևելքում մի քանի օր շարունակվող ուժեղ անձրևների պատճառով Էլ-Կասր Էլ-Կեբիր հին քաղաքից մոտ 20,000 մարդ է տարհանվել, հայտնել են տեղական իշխանությունները։ Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել Անտալիայում, ավտոբուսը չի կարողացել հաղթահարել շրջադարձը եւ թաց ճանապարհի պատճառով շրջվել է, ինչի հետևանքով ավելի քան 8 մարդ է մահացել, իսկ 26-ը վիրավորվել։ Անտալիայի նահանգապետը նշել է, որ որոշ ուղևորներ ծանր վնասվածքներ են ստացել։ Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը Գրեմի 2026 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է կարիերայի ընթացքում ունեցած նվաճումների համար մրցանակի։ Գրեմի 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, երբ աշխարհահռչակ երգչուհին բեմ է բարձրացել, դահլիճը ոտքի է կանգնել։ Շերին դիմավորել են ծափերով, նա հանդիսավոր միջոցառման հաղորդավարներից մեկն է եղել։ Մենք հաշտում ենք չենք վախի 44-օրյա պատերազմի դրվագներից է, երբ գնդերեցները մեկնում են առաջնագից։ Գնդերեցները խաչով ու զենքով զինվորի կողքին էին, նրանցից շատերն անմահացան թշնամու դեմ մարտերում։ Հայոց ռազմական գործողությունների ողջ
պատմությունը թափանցված է նաև հոգևորի մասնակցությամբ։ Բոլոր ժամանակներում հոգևորականությունը եղել է ժողովրդի հետ եւ որոշ դեպքերում էլ զենքը ձեռքին է գնացել կռիվել, ինչի մասն է խոսքը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից կդադարեցվի զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդի եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կողմից հոգևոր ծառայությունների գործունեությունը Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում։ Դա հոգևորեն առանցքն է, որը պետք է պահի, ասենք, տվյալ զորամիավորումը հայոց առաքելական եկեղեցու կամ մեր դավանանքի շրջանակ։ Հիմա ինչով է դա բացատրվում, որ ասենք կտրուկ դնում վերացնում ենք, մենք հոգևոր որևէ տար ուզում ենք չմնա մեր բանակում, թե ուղղակի հայոց առաքելական եկեղեցին ենք բացառում իր մասնակցությամբ, ասենք, հնարավոր բոլոր ստրուկտուրաներում բանակային։ Դժվար պատկերացնելի որոշում է իմ համար, թե ինչից ելնելով է դա։ Հոգևոր ծառայությունը զինված ուժերում հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների եւ ուսումնական դաստիարակչական գործընթացների վրա։ Գոյություն չունի բանակ առանց հոգևոր կիրիգմայի, հոգևոր միջուկի, առանց այդ ներքին դիմադրունակության, երկնային ու երկրային հարաբերությունների փոխթափանցման գոյություն չունի բանակ։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջն է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Յուրաքանչյուր բանակի հոգևոր ինքնությունը դա անհրաժեշտություն է, որպեսզի բանակը չվերածվի ոչնչացման մեխանիզմի։ Հոգևոր ծառայության նպատակներից էր զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի ավետարանին եւ քրիստոնեական հավատքի սկզբունքներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների եւ ավանդության համաձայն, Հայաստանի զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով եւ ազգային հայրենասիրական ոգով։ Ամեն պայի ընկնելու վտանգ կա։ Արմավիրի մարզում անհանգիստ վիճակ է։ Ջրարփի գյուղում 10,000 վոլտ հզորությամբ էլեկտրալար է կտրվել։ Հովվի շունն ու գյուղում հայտնված 3 շնագայլերը հոսանքահարվել են այն հատվածում, որտեղ հովիվները միշտ կենդանիներին են արածեցնում։ Ու երջանիկ պատահականությամբ է, որ հովիվները այդտեղ չեն եղել։ Մենք ենք սաղորց տեղ, մեր ապրանքներս տեղ։ Երբ նկատեցիք, որ շունը չկա, քանի օր ման եք գալի, չէ։ Այսօր եկաք, հայտնաբերեցիք լարը պոկած, կտրած։ Լարը արդեն միացել է։ Բայց հոսանքի լարը կտրած է եղել, եմ կցոնով որ կպցրել են։ Հիմա ցավը կայանում է նրանում, որ նույն հաջողությամբ կենդանիների տեղը կարող է հովիվները լինեին։ Հովիվները մտահոգված են հիմա ոնց են իրենց կենդանիներին բերելու այդ հատված, վտանգավոր է առաջին հերթին հենց իրենց համար, հետո նոր կենդանիների։ Հələ հոսանքը 70 աստիճանի տակ մարկած այս ստորբեկը։ Էսի յանը ինչ կարա ապրած բարեր գոնե բերեն փոխել։ Գյուղի ժողովուրդը եւ խնդրանքով եւ պահանջով դիմում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որպեսի շատ արագ այս խնդիրը լուծեն։ Այդ այն որ դարն ապրած արդեն ամեն պայի ընկնելու վտանգի առաջ կանգնած այդ էլեկտրասյուները, փայտե էլեկտրասյուները, որոնք տեղադրվել են սովետական տարիներին, փոխվեն բետոնե ավելի ապահով։ Էլեկտրալարերն ու էլեկտրասյուները փոխելու համար նրանք բազմիցս են դիմել, բայց գործնական քայլերը այդպես էլ չեն տեսել։ Արմավիրի մարզպետից պահանջում են օր առաջ վտանգավոր վիճակին լուծում տալ, դժբախտ պատահարներից խուսափելու համար։